Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղ լարված, էմոցիոնալ ցնցումներով եւ պարզապես ճակատագրական զարգացումներով լի վերլուծական եւ կանխատեսող թողարկումը, որտեղ դիմակները վերջնականապես պատռվում են, իսկ հերոսների իրական, զզվելի դեմքերը ջրի երես են դուրս գալիս։ Ինչպես եւ պայմանավորվել ենք, այսօրվա մեր կանխատեսող վերլուծությունը կներկայացնենք մեկ ամբողջական, չընդհատվող էմոցիոնալ հոսքով, որպեսզի դուք կարողանաք լիովին ընկղմվել այս դրամատիկ պատմության մեջ, որն անպայման ձեզնից կպահանջի մոտ 5 րոպեի լիակատար ուշադրություն։ Ամեն ինչ սկսվում է Սեդայի հոյակապ ու խելացի հակահարվածով, որը նա նախապատրաստել էր Էլենի համար։ Երբ Էլենը ճամպրուկը ձեռքին եւ մեծ ինքնավստահությամբ հայտնվում է Մինասի եւ Սյուզիի տանը, կարծելով թե գտել է իր անվտանգ ապաստարանն ու կարողանում է շարունակել իր կեղտոտ խաղերը, Սեդան նրան դիմավորում է իսկական հոգեբանական ռումբով։ Նա հանդիպման է կանչել նաև Նոնային եւ հիմա 4-ով Սեդա, Սյուզին, Էլենն ու Նոնան դեմ առ դեմ կանգնած են։ Սեդան խիստ եւ անզիջում տոնով հայտարարում է, որ հենց հիմա եւ այստեղ բացահայտվելու է ողջ ճշմարտությունը։ Սեդայի ճնշման եւ սեփական խղճի խայթի ներքո Նոնան վերջապես կոտրվում է ու խոստովանում այն ամենը, ինչն այդքան երկար թաքցնում էր։ Նա արցունքն աչքերին պատմում է, որ ինքն ու Էլենը հստակ գիտեին, որ Սեդան այդ գիշեր ուրիշի հետ էր գրվում եւ գտնվում էր ծայրահեղ ծանր հոգեկան վիճակում։ Բայց ամենասարսափելին այն է, որ Նոնան մատնացույց է անում Էլենին որպես գլխավոր մեղավորի, նշելով, որ հենց Էլենն է ամեն ինչ դասավորել ու արգելել իրեն դուրս գալ եւ կանգնեցնել Սեդային։ Այս խոստովանությունից Սյուզին ուղղակի ապշած ու քարացած նայում է իր հարազատ քրոջը, չկարողանալով հավատալ նրա հրեշավորությանը։ Հասկանալով, որ անկյուն է քշված, Էլենը պարզապես պայթում է ներսից։ Փոխանակ զղջալու կամ ներողություն խնդրելու, նա ցուցադրում է իր ողջ աներեսությունն ու էգոիզմը, բղավելով, որ այո, ինքն անսահման սիրում է նվերին ու միշտ է սիրել, բայց ցինիկաբար հրաժարվում է իր վրա վերցնել Սեդայի բռնաբարության կամ ողբերգության մեղքը։ Նոնան լացակումած հեռանում է, իսկ երբ քույրերը մնում են մենակ, Սյուզին չի դիմանում եւ մի հուժկու ճակատագրական ապտակ է հասցնում Էլենին։ Սակայն նույնիսկ այս ապտակը չի սթափեցնում Էլենին։ Նա բացարձակապես չի զգում իր մեղքի բաժինն ու չի ընդունում, որ անցել է բարոյականության բոլոր հնարավոր սահմանները։ Մինչ Էլենը շարունակում է արդարացնել իր հանցավոր սերը, մյուս ճակատում Նվերի եւ Մանեի խաղը վերածվում է իսկական մարտաֆիլմի։ Նվերը, ով հիվանդագին մոլուցքով փորձում է ոչնչացնել Մինասին, անընդհատ զանգահարում է Մանեին, ստուգելու համար, թե արդյոք նա լցնում է իր տված անհայտ ու վտանգավոր փոշին Մինասի խմիչքի մեջ։ Մանեն, ով հայտնվել է 2 կրակի արանքում, ամեն անգամ դրական պատասխան է տալիս, բայց իրականում նա ստում է։ Որքան էլ Մանեն սառնասիրտ է թվում, նրա ներսում արթնացել է երախտագիտության զգացումը։ Նա չի ցանկանում մահացու վնաս հասցնել այն տղամարդուն, ով փրկեց իր կյանքն ու հանեց իրեն անդունդից։ Բայց Նվերը միամիտներից չէ։ Նրա համբերությունը վերջնականապես սպառվում է։ Նա կատաղած ներխուժում է գրասենյակ, մտնում է Մինասի աշխատասենյակ եւ Մանեից պահանջում է անմիջապես ցույց տալ փոշու տոպրակը, որպեսզի ստուգի, թե որքան դեղ է պակասել եւ արդյոք Մինասն իսկապես խմել է այն։ Մանեն հայտնվում է կատարյալ սարսափի եւ տագնապի մեջ, քանի որ ընդամենը րոպեներ առաջ, վախենալով հետևանքներից, նա այդ ամբողջ փոշին լցրել էր զուգարանակոնքի մեջ եւ քաշել ջուրը։ Թե ինչպես է նա արդարանալու կատաղած Նվերի առաջ եւ ինչ հեքիաթ է հորինելու դատարկ տոպրակը ցույց տալու համար, կմնա հաջորդ սերիաների գլխավոր ինտրիգը։ Իսկ այս ամենի ֆոնին սերիալի ամենամեծ բարոյական աբսուրդն ու հեգնանքը ցուցադրում է Մինասը։ Ուշ երեկոյան Սյուզին, հոգնելով նվաստացումներից ու անտեսված լինելուց, որոշում է դիմել կտրուկ քայլի։
Նա հագնվում է չափազանց վուլգար, վառ դիմահարդարվում է ու զանգահարում ամուսնուն, հրավիրելով նրան միասին որևէ տեղ գնալու։ Մինասը բնականաբար կոպտորեն մերժում է նրան, ցույց տալով իր լիակատար անտարբերությունը։ Բայց հենց որ Սյուզին դուրս է գալիս տանից եւ Մինասը վերադառնալով ու Սեդայից իմանալով կնոջ բացակայության մասին, հասկանում է, որ վերահսկողությունը կորցրել է։ Նրա մեջ արթնանում է խանդի եւ սեփականատիրության խելագար բնազդը։ Նա իսկույն դուրս է պրծնում տանից եւ ընկնում քաղաքով մեկ կնոջը փնտրելու։ Պարզապես ապշեցուցիչ է տեսնել այս հիվանդագին եւ էգոիստական պահվածքը։ Երբ Սյուզին օրերով ու գիշերներով արցունքն աչքերին սպասում էր նրան տանը, Մինասը նույնիսկ չէր նկատում նրա գոյությունը, վայելելով Մանեի գիրկը։ Իսկ հիմա, երբ կինը որոշել է ապրել իր կյանքով, նա խելագարի պես փնտրում է նրան։ Ամենայն հավանականությամբ Սյուզին գնացել է հանդիպելու իր գաղտնի երկրպագուին Արմանին, ում հետ վերջապես լավ ու անհոգ ժամանակ է անցկացնում, մոռանալով ընտանեկան դժոխքը։ Եվ շատ մեծ է հավանականությունը, որ փողոցներում դեգերող Մինասը կգտնի նրանց միասին, ինչը կհանգեցնի աննախադեպ ու անկանխատեսելի բախման։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հեռուստադիտողներ։ Արդյոք Մանեին կհաջողվի խաբել նվերին եւ արդարանալ դատարկ տոպրակի համար։ Եվ ինչ կանի Մինասը, եթե իրականում Սյուզին բռնացնի ուրիշ տղամարդու հետ։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով դրանք կկարդամ եւ կքննարկեմ ձեզ հետ։ Ինչպես նաեւ չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր TV ալիքին, որպեսզի միշտ առաջինը տեղեկանաք ամենաթեժ զարգացումներին։ Կհանդիպենք շուտով։